Ռիոփենի եթերում Ռենյուզի գլխավոր թողարկումն է, եկեք տեսնենք ինչպես սկսվեց շաբաթը նախամարոտ։ Բաքու գնացած 5 հայերը հանդիպել են Ալիևի օգնական հետ ու վերադարձել, ինչ են պատմում։ Պարտադիր զինծառայությունը 1.5 տարի կդառնա հունվարից։ Ուկրաինայի ճակատագիրը վճռվում է այս շաբաթ, ինչ են բանակցել Ուկրաինան ու իր իսկ դաշնակիցները։ Ռոբերտ Քոչարյանը արհեստական բանականության հետ է ճշտել դատարանում իր կարգավիճակը։ 99 տարեկանում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։ Այսպես Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական ներկայացուցիչների միջև Բաքվում երկօրյա հանդիպումն ավարտվել է։ Երևան վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում հայկական պատվիրակության անդամները պատմել են, որ այցի կարևոր հանդիպումներից էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ քննարկումը, որի ընթացքում հայկական կողմին է փոխանցել առանցքային ուղերձ։ Ահա նա։ Պատվիրակությունները քննարկել են վստահության մթնոլորտի ձևավորմանը խոչընդոտող գործոնները, կարևորել են սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ռազմագերիների թեմայով Հաջիևն ասել է, թե այդ հարցով ակտիվ բանակցային գործընթաց կա։ Թերահավատությունը շատ է, անվստահությունը գրեթե լիակատար։ Ալիևի օգնական Հաջիևը ըստ որոշ փորձագետների Հայաստանի ու հայության վրա տեղեկատվական ու մեդիա ազդեցության գլխավոր դերակատարներից է, առնվազն համակարգողը։ Գերիների հարցն առհասարակ ծանրացնում է վիճակը, որովհետև քանի դեռ նրանք հայրենիք չեն վերադարձել, վստահության, երկու հասարակությունների միջև հաշտության կամ նման երևույթների մասին խոսելը մեղմացած դժվար է, որքան էլ ասեն բանակցում են, փորձում են եւ այլն։ Բոլորին է պարզ, որ սա ընդամենը մեկ հոգու որոշման խնդիր է, որն այդ որոշումը պարզապես չի կայացնում։ Դե իսկ Հայաստան արևմտյան Ադրբեջան դարձնելու կոնցեպտը, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու գաղափարը, տեղանունները փոխելու արշավը, այս ամենը ոչ միայն չի զսպվում, այլև ամեն օր նորանոր դրսևորումներ ենք տեսնում ամենաբարձր մակարդակում։ Ամեն դեպքում տեսնենք ինչ են ասում Բաքվից վերադարձածները, ավելի ճիշտ ինչ է իրենց ասել Ալիևի օգնականը, այս մասը հատկապես հետաքրքիր է։ Բաքվից վերադարձած հայ փորձագետները պատմում են, որ ինչպես իրենց ադրբեջանցի գործընկերները Երևանում, իրենք էլ Բաքվում են իրենց անվտանգ զգացել։ Այցի ընթացքում առանցքային է եղել հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ, որը հստակ ուղերձ է հղել հայ հանրությանը։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը, առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սակայն հաշտեցման ճանապարհը լի է խոչընդոտներով։ Փորձագետներն ընդունում են, որ տասնամյակներով կուտակված անվստահությունն ու վիրավորանքը մեկ օրում չեն անհետանալու։ Երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք իրենց նկատմամբ, այսպես իրենց նախկին հայտարարությունների, իրենց նախկին ելույթների, իրենց նախկին գործողությունների վերհանում եւ դրանց հրապարականացում ասում, այս մարդիկ են խաղաղության կառուցողը։ Ես ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաեւ մեր հանդեպ Ադրբեջանում, այսինքն երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, պատերազմի օրերին արած գործողություններն էին, այսպես տարբեր ադրբեջանական լրատվականներով եւ տելեգրամ ալիքներով շրջանառում, ասում, այս մարդիկ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու, ու սա գիտեք բնական ֆենոմեն է։ Քոչինյանի հիշեցրած դեպքը Երևանյան այցի ժամանակ այստեղ եկած կնոջ մասին է, որը որպես ակտիվիստ էր մասնակցում Արցախի շրջափակմանը, եւ դա մեծ աղմուկ էր բարձրացրել։ Այդ մասին Ռիոփենը հարցրել էր Հայաստան եկած ադրբեջանցիներից մեկին։ Նախ հայտնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանից ժամանած պատվիրակությանը որևէ կերպ չի միջամտել, եւ միևնույն ժամանակ Հայաստանի կողմը նույնպես չի միջամտել Ադրբեջանից եկող պատվիրակության կազմին։ Տիկին Դիլարան տասնյակ տարիներ եղել է Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարթակների մասնակից։ Նա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ է եւ այդ ուղղությամբ շատ մեծ փորձ ունեցող անձ։ Նա ակտիվ դեր է ունեցել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացում։ Հաջիևի հետ քննարկել են նաև հայ գերիների հարցը, բայց տեսակցել է իրենց համար առաջնահերթություն չի եղել։ Նաիրա Սուլթանյանի խոսքով ոչ մի սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրացնեն։ Միջազգային կառույցներում եւս շարունակելու են խոսել այդ մասին։ Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած, եւ մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատորեն, որպիսի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։
Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում։ Պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Բաքվում քննարկել են նաեւ հանրային մակարդակում զգայուն հարցերը, տեղանունների խնդիրը։ Հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն դրանցից է օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա վերաբերյալ խոսելիս միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք բարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին։ Վերջին նման օրինակը Ազերթաջի հրապարակումն էր ռուսալեզու, որտեղ Երևանը Իրևան էր գրվել։ Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց եւ ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին։ Չնայած դժվարություններին փորձագետները կարծում են, որ երկխոսությունը մտել է նոր, ավելի կառուցողական փուլ։ Եթե Երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, այս Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում։ Անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնում, կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է եւ դրական է, կան հարցեր եւ Սնայրան ներկայացրեց, որոնք ընթացքում են, եւ միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։ Դա բնական է այդպիսի բարդ գործընթացում, ինչպիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է։ Այցի օրակարգը ներառել է ինչպես գործնական, այնպես էլ մշակութային եւ խորհրդանշական բնույթի հանդիպումներ։ Պատվիրակությունն այցելել է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ շրջայց անցկացվել է հայերենով, ինչպես նաեւ կարճ չնախատեսված զրույց ունեցել իրենց հայերեն ողջունած Բաքվի բնակիչների հետ։ Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ Ադրբեջանի բնակիչների 69%-ից ավելին չի հավատում կայուն խաղաղության հնարավորությանը, կարծիքները սակայն միանշանակ չեն։ Ես հավատում եմ դրան, գուցե, բայց չեմ կարծում, թե հայերը երբևէ մեզ հետ բարեկամներ կլինեն։ Ես հավատում եմ դրան, մենք մոռացկոտ ժողովուրդ ենք, այդ պատճառով հավատում եմ, որ նրանք կմոռանան, առաջ կշարժվեն եւ նորից միասին մեզ հետ խաղաղ կապրեն։ Հայերն ու ադրբեջանցիները երբեք չեն կարող միասին ապրել։ Այս ազգը երբեք չի հրաժարվում հայերի հանդեպ իր ատելությունից։ Երկու երկրների միջև այսպես կոչված բարեկամության պայմանավորվածությունները պարզապես սուտ են։ Եթե նրանք հրաժարվեն իրենց պահանջներից, իհարկե, ես կհավատամ այս խաղաղությանը։ Ես հավատում եմ, որ խաղաղություն կլինի, բայց հարաբերությունները դեռ լիովին պարզ չեն։ Այնպես որ մենք ստիպված կլինենք սպասել մոտ 5 տարի, գուցե նույնիսկ մինչև 10 տարի, որպեսզի իսկապես իմանանք դա լավ ուղղությամբ է գնում, թե ոչ։ Նրանց ստիպում են դա անել, այնպես չէ, որ նրանք կամավոր խաղաղություն են ուզում։ Նրանք այլընտրանք չունեին։ Ամեն դեպքում ես ուզում եմ հավատալ դրան եւ հավատում եմ, բայց միայն ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչպես կդասավորվեն ամեն ինչը։ Իսկ ինչ տրամադրություններ են Հայաստանում։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են խաղաղության հեռանկարին վերաբերվում Երևանի փողոցներում։ Հավատում եք, որ Ադրբեջանի հետ հնարավոր է հասնել խաղաղության։ Բացառված։ Ադրբեջանին չի է դարքրում։ Ինձ արդեն ոչինչ չի դարքրում այս ռեսպուբլիկայում։ Երևի կամաց ժողովրդի մեջ, եթե Ադրբեջանն էլ մի քիչ ուղղվի, հակահայկական բան, ագիտացիա չանի, ինձ թվում է կհասնենք դրան, առաջ ոնց ենք ապրել։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում։ Ադրբեջանին ազգը չի, որ մեր խաղացունա կխափի ամեն ինչով։ Սուտ խոսող ազգ է դա։ Դերակեմ ոչ թե խաղաղության, այլ ինչ-որ գործընթացներ ա եղել պետական մասշտաբով։ Պետի 100 թվից էլ տենում ենք։ Սպասելիքներ չունեմ ընդհանրապես։ Համոզված չեմ էլի, որ խաղաղությունը կպահպանվի էլի այդպես երկար։ Առանձնապես տենց կարևոր նշանակություն ունեցող փաստահշտումները միշտ էլ լավ են, ում հետ ուզում լինի։ Ոչ մի անգամ ցավը տանեմ, թուրքը քեզ կոտորել է, եկավ նորից կոտորեց, հնարավոր է դրանց հետ բարեկամություն անել։ Իդեպ, քաղաքական գործընթացներին զուգահեռ հանգստյան օրերին համացանցում լայն տարածում գտավ մի տեսանյութ։ Ղազախստանում անցկացվող Silkway Star երաժշտական նախագծի եզրափակում Ադրբեջանը ներկայացնող ժյուրիի անդամ Սաֆիրա Էֆենդին առավելագույն 12 միավոր շնորհեց Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանին։ Ուզում եմ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն։ Այդ իսկ պատճառով Հայաստանին տալիս եմ 12 միավոր՝ ի նշան խաղաղության։
Գնահատականին հաջորդեց երկու արտիստների ջերմ գրկախառնությունը, որը սոցցանցերում ողջունվեց որպես արվեստի միավորող ուժի և մշակութային երկխոսության խորհրդանիշ։ Աննա Հարությունյան, Զիանա Կարապետյան, Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ և քննարկել Հայաստան-Եվրամիություն գործակցությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ու բարձրացրել գերիների հարցը։ Սյունիքում բացվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի Կորնիձոր, Խնձորեսկ և Հարթաշեն սահմանապահ ուղեկալներ։ ԱԱԾ-ից հայտնում են, որ բացման արարողությանը ներկա էին ԱԱԾ տնօրենը, նրա տեղակալները։ Նրանք շրջել են նորակառույց 3 ուղեկալներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային ու ծառայողական պայմաններին, սպառազինության ու նյութատեխնիկական միջոցներին։ Համալիրում պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովն է կայացել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դպրոցի տնօրեններ, պոակներ, հոակներ, ղեկավարներ, մարզպետեր, միասին մոտ 7000 մարդ, նույնիսկ աշակերտներ։ Փաշինյանը խոսել է կառավարման որակի, ապագայի կրթության կարևորության, մոտակա տասնամյակների ու հարյուրամյակների մասին։ Եթե կարճ մարդը բարձրագույն արժեք է, պետությունը պետք է բոլոր ռազմավարությունների կենտրոնում դնի կրթությունը, որ մարդուն կրթի, կրթված մարդն էլ ստեղծի հավելյալ արժեք, զարգացնելով տնտեսությունը։ Ուշագրավ շեշտադրում է արվել պետական ծառայության նկատմամբ։ Փաշինյանի խոսքով կա ստեղծարար մտածելու լուրջ խնդիր, հատկապես պետական համակարգում։ Այստեղ աշխատատեղերը մրցունակ չեն մասնավոր հատվածի համեմատ և այս հարցերը պետք է լուծվեն, բայց խոսքը զուտ աշխատավարձերի բարձրացման մասին չէ։ Այս ուղղությամբ արդեն մտածել են ինչ են անելու, փորձելու են կադրերի կատարելագործման մեխանիզմներ ներդնել, բայց բոլոր մանրամասները չպատմեմ, եկեք դիտենք։ Մարզահամերգային համալիրում պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովն է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դպրոցի տնօրեններ, պոակների ղեկավարներ, մարզպետներ, ՔՊԱ-կաններ, միասին շուրջ 7000 հոգի։ Սա նման մասշտաբային առաջին հավաքն է։ Պետական մարմինների ներկայացուցիչների այս համաժողովը առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովը ինքը իրենով պետության Հայաստանի Հանրապետության դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է։ Մեր ժողովրդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունը ընդգծելուն ուղղված միջոցառում։ Համաժողովի բնորոշման հետ համաձայն չեն ընդդիմադիրները, պատգամավոր Արտուր Խաչատրյանը կարծում է, այսպիսի մասշտաբային հավաքներ Ստալինը, Հիտլերն ու մյուս բռնապետերն են արել։ Սա բացահայտ ու բացարձակ միահեծան բռնակալություն է, եւ դրանով հանդերձ սա խղճուկ ուղերձ պաղատանքեր Ալիևին, օգնիր հաղթեմ ընտրություններում ու կփոխեմ սահմանադրությունն ու ամենն ինչ կկամենաս։ Կարևոր է գաղափարաբանությունը, որով աշխատում են պետական մարմինները, բայց հավաքվածներին նաև վարձատրությունն է հետաքրքրում։ Երբ են բարձրացնելու պետական մարմիններում աշխատողների աշխատավարձերը, վարչապետը ներկայացնում է ըստ էության բոնուսների սիստեմը։ Ամփոփում ենք արդյունքները փոխվարչապետերի եւ իմ մասնակցությամբ եւ գնահատում ենք եւ այդ գնահատականի հիման վրա նաեւ որոշակի վարձատրության համակարգի վրա ունենում է ազդեցություն։ Վարչական ռեսուրսի ամենակոպիտ, ամենապլակատային ցուցադրում է, ակներևաբար, այսպես իշխանության ճյուղերի միջև տարանջատման եւ հակակշռելիության մեխանիզմների տոտալ ոտնահարում, եթե մի կողմից դա քաղաքացիական պայմանագրի, այսպես ասած, 4 հանրապետության հայտարարության մասին է եւ նախընտրական մեկնարկեր առերևույթ այդպեսին էր, ապա ինչ գործ ունեն այնտեղ դատական իշխանության ներկայացուցիչները, նանցոկենտրոնական բանկը եւ այլն, ամբողջ վարչական ռեսուրսին SMS-ով հրահանգներ գնացել պարտադիր մասնակցության եւ նաեւ ակտակներ են եղել պատժելիության մասին։ Ոչ միայն վերջին 500 տարվա լավագույն ժամանակահատվածում ենք ապրում, այլև ամենահեռանկարային առաջիկա 500 տարվա։ Փաշինյանի մտքերն են։ Ըստ նրա Հայաստանը պետք է անցում կատարի գոյատևման ռեժիմից դեպի դարավոր զարգացման ռազմավարություն։ Փաշինյանի խոսքով անվտանգության եւ առաջընթացի հիմնասյուներն են արտաքին եւ ներքին լեգիտիմությունը, միջազգայինորեն ճանաչված սահմաններն ու նոր սահմանադրությունը։ Կարճ ասած, համաժողովի թեմաներն ու մոտեցումները ՔՊ-ի ավելի վաղ հրապարակած 4-րդ հանրապետության կոնցեպտից էին։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հարակվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Իսկ արդեն ընտրությունների արդյունքում
ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Սահմանադրության փոփոխությունների մասին վաղուց են խոսում եւ դա ներքաղաքական կյանքի, այսպես ասած, պատվերը չի, հանրային պատվերը չի, ներքաղաքական պատվեր չի, այլ շատ հստակ Ադրբեջանի կողմից պահանջների, հերթական պահանջների, զիջումների կատարումը, որտեղ ինչպեսին պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը այդ պատվերը Բաքվից է հնչում։ Հավաքի ինտրիգներից մեկը երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթն էր։ Ավելի ուշ նա գրառմամբ անդրադարձել էր, որ հաճելի է վարչապետի առաջ ելույթ ունենալը։ Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ ելույթ ունենալու Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ 7000 քաղաքական գործիչների համար։ Իսկ դահլիճի պատերից դուրս Արարատի մարզպետին թվում էր, թե լրագրողները կինո են նկարում։ Ֆիլմի գլխավոր հերոսի վստահությամբ էլ արձագանքեց լրագրողին, որը հիշեցնում էր նրա նախկին դիրքորոշումը։ Ձեր հարցին կպատասխանեք, ձեր արձագանքը արդեն կողմեք անկլավների փոխանակման տարածքների, թե կարծում եք Հայաստանի իշխանությանը։ Բայց ժամանակին ասում եք չի կարող նման բան լինել իրանաշենի հիմա ինչ արևը մի խոսեք։ Իդեպ Փաստինֆոյի տվյալներով միջոցառման համար վճարվել է շուրջ 40 միլիոն դրամ։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ 2025-ի վարժական հավաքներին 16000 մասնակից է եղել, 2026-ի համար նախատեսվում է 20000 պահեստազորային, ազգային ժողովում հայտարարել է Պաշտպանության նախարարը։ Նա չի մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանը վերահսկում է մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք եւ կոչարել հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովների քննարկմանը։ Նա չի համաձայնել նաև այն դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը 2026-ին ընդառաջ ՔՊ-ին քվեներ ապահովելու նախընտրական հնարք է։ Պարտադիր զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու օրենքը, որը ուժի մեջ պետք է մտներ հուլիսից, կսկսի գործել հաջորդ տարեսկզբից, 6 ամիս ավելի շուտ, արդեն հունվարի 7-ին մեկնարկող զորակոչից։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նախարարն ընդգծել է, որ կրճատումը չի ազդելու 2026-ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է, այս հարցում շտապողականությունը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել։ Պարտադիր ժամկետային ծառայությունը որոշակի երաշխիքային, այսպես ասած, բազա է եղել երկարդարին զինված ուժերի համար եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ակնհայտորեն շտապողականություն են դրսևորում։ Սրա անունը կդնենք նախընտրական, ինչպես դուք ասացիք, կամ մեկ այլ ձևակերպում կտանք, սա հարցի մեկ այլ մասն է, բայց այն, որ ակնհայտ այստեղ շտապողականություն կա, սա ուղղակի այստեղ արտահայտված է։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, սա նախընտրական քայլ է։ Հիշեցնում է, օրենքը պետք է իրականություն դառնար հուլիսին, բայց կգործի հունվարից, որ մինչև հունիսի ընտրություններ նախընտրական դիվիդենտներ հավաքի։ Ընդդիմադիր գործիչը նաև այլ խնդիրներ ու մտահոգություններ է առանձնացնում։ Եթե 2-ից 1.5 տարի դարձնելու դեպքում որևէ փոփոխություն թվակազմի պարագայում տեղի չի ունեն, մեկից միանգամից մի տարի դարձնենք։ Հաջորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, իհարկե նաև հերթափոխի հետ կապված խնդիրն է։ Այսօր էլ տարբեր մարտական հերթապահություն իրականացվող տղաները նույնիսկ նախատեսվածից շատ ավելի շատ երկար են մնում իրենց դիրքերում, որովհետև հերթափոխի խնդիր է առաջանում։ Ես այդ մտահոգությունն ունեմ, որ 1.5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է ավելի սրվել։ Գրիգորյանին հակադարձեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պնդելով ծրագիրն ամենևին էլ նախընտրական չէ։ Ինքը սպասված էր եւ սպասված էր վաղուց եւ եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը, պարոն նախարար, երևի ավելի շուտ կանենք։ Այսօր ունենք այդ հնարավորությունը չանենք եւ սա ոչ միայն սպասված, ասա դրական լիցքեր է տալիս։ Ռեոպնը նաև հարցախույզ է արել Երևանի փողոցներում, լսել քաղաքացիների կարծիքները պարտադիր ծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ։ Ճիշտ եք համարում որոշումը ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու։
Չգիտեմ։ Երևի այո, որովհետև 2 տարի ծառայությունը տենց շատ երկար է ու ավելի լավ է հիմա ինձ թվում է, էլի։ Մի բան էլ թող ավելացնեին, որ իսկական տղամարդ դառնային։ Դե եթե պատերազմ չկա, ավելի լավ է երիտասարդությունը մնա իր տանը, ոչ թե էթա իզուր տեղը զոհվի։ Ամբողջ եվրոպական երկրներում արդեն դարձնում են 1.5 տարի, մի տարի էլ կա։ Ճիշտ չեմ համարում։ Տարի ու կեսը շատ քիչ է, մինչև հազրվեն ժամկետը կլրանա։ Ճիշտ չեմ համարում։ Մեր նման երկիրը ընդհակառակը երկար ծառայել։ Մենք ունենք Իսրայելի օրինակը, պետք է վերցնել ճիշտ օրինակները։ Հանձնաժողովի նիստից հետո Պապիկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարտունակ բանակ հասկացությունը պետք է փոխարինել պաշտպանունակ զինված ուժերով։ Մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանն իր կողմից վերահսկում է իբր մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք։ Պապիկյանը կոչ արեց հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովներին։ Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գործով դատական նիստերի վերաբերյալ արհեստական բանականությանը հարցադրում է արել, արդյոք հնարավոր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ, այս մասին Քոչարյանն այսօր ասել է դատական նիստի ժամանակ։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ հակասահմանադրական էր ճանաչվել Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրանքի հոդվածը, բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու եւ մոտավորապես 1 տարվա ընթացքում տեղավորվելու հրահանգով։ Ես դիմել եմ հայաստանական բանականության հետևած հարցադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդ ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, երկու երկրներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է, եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենան դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ հայաստանական բանականությունը չի գտել։ Անձին դիտավորությամբ ծանր վնաս են պատճառում, որը անզուգությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական ճանաչել։ Տեսեք, ուրիշ օրինակ եմ բերում։ Դա եւս կարող են լինել անձինք, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ եմ բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարցերով է, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի էր նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։ Ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-ից 8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Բաքվում բիզնես կենտրոնում տեղի ունեցած ավրիչ պայթյունի պատճառը շենք ներթափանցած գազն է եղել, որը շինություն է լցել վնասված գազատարից։ Գազը կուտակվել է շենքի նկուղում առավոտյան, երբ աշխատակիցը լույսը վառել է, տեղի ունեցել պայթյուն։ Փրկարարները 7 հոգու են դուրս բերել ավերակներից, 5 մարդ այրվածքներով ու այլ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Արևմտյան լրատվամիջոցները հայտնել, որ Ադրբեջանը կործանիչներ է վաճառում Ուկրաինային գաղտնի եւ ոչ միայն չի փորձում հարթել Ռուսաստանի այդ խնդիրները, այլև հակառակը։ Սու-22-ը Բաքուն ուղարկում է Ուկրաինա, Թուրքիայով, Սուդանով եւ Գերմանիայով, բայց թե որքանով է սա ճիշտ, ոչ ոք չգիտի, տեղեկություն հայտնում է Daily Express-ը։ Դե իսկ Ուկրաինան ծայրահեղ ծանր վիճակում է, ավելի ճիշտ Զելենսկին։ Շվեյցարիայում բանակցություններ են կայացել Ուկրաինայի Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների միջև։ Արտասովոր ձևաչափ է Ուկրաինան բանակցել է իր դաշնակիցների հետ Թրամփի 28 կետերի շուրջ, որոնք ավելի շատ նման են ոչ թե խաղաղության ծրագրի, ավելի շատ վերջնագրի ուղղված Զելենսկիին։ Ավելին Թրամփն ասել է, որ մինչև 5 շաբթի Ուկրաինան պետք է ընդունի իր ծրագիրը։ Եվ ահա եվրոպացիների հետ նստել ու ամերիկացիներին համոզել են մի փոքր մեղմել Ուկրաինային ուղղված Թրամփի պահանջները։ Հետաքրքիրն այն է, որ մի կողմից բոլորը գիտեն, թե ինչի մասին է Թրամփի առաջարկը, մյուս կողմից արևմտյան երկրները փորձում են միմյանց հետ համաձայնության գալ, որ հետո փաթեթը քննարկեն ռուսների հետ։
Դրանից առաջ սակայն Ռուսաստանի նախագահն արդեն ասել է, պատրաստ են այդ կետերն ընդունել որպես բանակցությունների հիմք։ Մի խոսքով խառը պատմություն է, թե ի վերջո ինչ փաստաթուղթ են համաձայնեցնելու բոլորն իրար հետ, այս պահին իսկապես անհասկանալի է։ Ժամանակ է պետք, բայց Թրամփի համբերությունն այդքան չի սպասելու։ Վերջին զարգացումները ռեպորտաժում։ Ժնևում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցությունները կրկին միջազգային դիվանագիտական ջանքերի կիզակետում են հայտնվել, որոնց նպատակը Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմին վերջ դնելն է։ Քննարկման առանցքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած 28 կետանոց նախնական ծրագիրն էր, որը լայնորեն քննադատում էին Կիևը եւ նրա դաշնակիցները Մոսկվային չափազանց մեծ զիջումների մտավախությամբ, մասնավորապես տարածքային կորուստներ եւ Ուկրաինայի ռազմական հավակնությունների սահմանափակում։ Վերջնաժամկետը մեկն է։ Մենք ուզում ենք պատերազմը հնարավորինս շուտ ավարտել։ Ակնհայտորեն մենք կցանկանայինք, որ դա լիներ 5 շաբթի։ Այսօրվա կարևորագույն կետն այն է, որ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել։ Մենք իսկապես առաջ ենք շարժվել։ Այնպես որ ես շատ լավատես եմ, որ մենք կհասնենք դրան շատ ողջամիտ ժամկետում, շատ շուտով։ Ուկրաինայի նախագահական գրասենյակի ղեկավար եւ գլխավոր բանակցող Անդրեյ Երմակը նույնպես հաստատել է շատ լավ առաջընթացը դեպի արդար եւ կայուն խաղաղություն։ Մենք ունենք շատ լավ առաջընթաց եւ մենք առաջ ենք շարժվում դեպի արդար եւ կայուն խաղաղություն։ Ուկրաինացի ժողովուրդը մոլորակի վրա բոլորից ավելի է արժանի եւ ցանկանում է այս խաղաղությունը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր մեծ բարեկամներին, Միացյալ Նահանգներին եւ անձամբ նախագահ Թրամփին ու նրա թիմին այս խաղաղությունը բերելու իրենց հանձնարարության համար եւ մենք կշարունակենք աշխատել այսօր, ինչպես ասաց պետքարտուղարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ G20 գագաթնաժողովի շրջանակում ընդգծել է Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, կարևորելով Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ եվրոպական անվտանգությունը ցանկացած լուծման հարցում։ Այժմ մենք ունենք ընդամենը մեկ խնդիր եւ մեր խնդիրն այս բանակցություններում կամ այս կետում ԱՄՆ-ն չէ։ Մեր բոլորիս միակ խնդիրը Ռուսաստանն է, որը սկսեց այս պատերազմը, որը հրաժարվեց ընդունել հրադադարի առաջարկները փետրվարին, մարտին, հուլիսին, օգոստոսին եւ այլն։ Եվ որևէ ցուցում չտրամադրեց։ Եթե նրանք հիմա պատրաստ են պարզապես հրադադար ունենալ եւ դիտարկել Ուկրաինայի մարդասիրական իրավիճակը, ապա դա պետք է լինի ոչ միայն արևելքում, այլև ամենուր։ Խաղաղության ծրագրի վերաբերյալ բանակցությունները հանգեցրել են նախնական առաջարկների զգալի փոփոխությունների, հանվել են ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի հետ կապված հարցերը եվրոպական եւ ուկրաինական շահերը պաշտպանելու համար։ Հիմնական քննարկվող կետերը մնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը, այսինքն տարածքային զիջումներից հրաժարումը, ռազմական կարողությունների սահմանափակումների մերժումը եւ Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանող հուսալի անվտանգության երաշխիքների ձևավորումը։ Չնայած զգալի առաջընթացին վերջնական համաձայնության համար դեռևս անհրաժեշտ է մեղմել տարածայնությունները եւ ստանալ երկու նախագահների հաստատումը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը կշարունակի աշխատել գործընկերների հետ։ Երկրի ներսում սակայն թե հասարակության, թե զինվորականների շրջանում զգալի թերահավատություն կա, հատկապես այն բանից հետո, երբ նախկին նախագծերը ըստ տեղեկությունների ներառել են տարածքային զիջումներ։ Հենց հիմա մենք գտնվում ենք մի կարևորագույն պահում, եւ մենք սերտորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների, եվրոպական գործընկերների, բազմաթիվ այլոց հետ քայլեր սահմանելու համար, որոնք կարող են դադարեցնել Ռուսաստանի պատերազմը մեր Ուկրաինայի դեմ եւ բերել իրական անվտանգություն։ Մարտական գործողությունները շարունակվում էին բանակցությունների ֆոնին։ Ռուսաստանը Կիրակի օրը հայտարարել է, որ գրավել է եւս 3 բնակավայր՝ Պետրովսկոյեն Դոնեցկի մարզում եւ Տիխոյեն եւ Օտրադնոյեն Դնեպրոպետրովսկի մարզում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի հրամանատարությունը զեկուցել է 1 օրում 162 մարտական բախման մասին։ Բացի այդ, նոյեմբերի 23-ին ռուսական ուժերը զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակում իրականացրեցին Խարկովի վրա, սպանելով 4 եւ վիրավորելով 12 մարդու։ Կիևն իր հերթին հարվածներ է հասցրել Մոսկվայի մարզում գտնվող Շատուրայի ջերմաէլեկտրակայանին, ինչը հանգեցրել է խոշոր հրդեհի եւ ջեռուցման համակարգի խափանումների Ռուսաստանի խորքում։ Միրնոգրադի փողոցներում արտերը շարունակվում են։ Ռուս զորաբաժանումները արդեն գրավել են 148 շենք։ Պոկրովսկում ռուսներն ավարտում են քաղաքի ամբողջական գրավումը։ Թրամփը սոցցանցերի իր էջում վերջին գրառման մեջ նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում հավանաբար ինչ-որ լավ բան է տեղի ունենում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Սպորտային մեծ հաջողության մասին Արման Ծառուկյանը Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում խեղդող հնարքով հաղթեց Նոր Զելանդացի Դեն Հուկերին եւ դարձավ չեմպիոնի կոչման հավակնորդ։ Հաղթանակի համար թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը UFC-ից ստացել է խոշոր դրամական պարգև, իսկ չեչեն Համզատ Չիմայևից նվեր է ստացել ձեռքի ժամացույց, որի գինը $150,000 է։
Տղամարդերի հայ վարպետ Արման Ծառուկյանը 1.5 տարի անց UFC-ի օկտագոն վերադարձավ ու տապալեց նորզելանդացի Դեն Հուքերին։ Շաբաթ կեսգիշերին մարտարվեստի բազմամիլիոնանոց երկրպագուների ուշադրությունը իր վրա սևեռած մարտի արդեն երկրորդ ռաունդի վերջում Ծառուկյանը խեղդող հնարքով ամրագրեց իր գերազանցությունը մրցակցի նկատմամբ։ 29-ամյա Ծառուկյանն օկտագոնում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն, իսկ 35-ամյա Հուքերը 24 հաղթանակ եւ 13 պարտություն։ Ծառուկյանի հաղթանակը մեծ ոգևորության ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհի հայերի շրջանում։ Դոհայի փողոցներում հայերի վանկարկումները տարածվում էին Կատարի մայրաքաղաքով մեկ։ Արաբական Էմիրություն իրենց հայրենակցին սատարելու են եկել նաև դասական մարտարվեստի հայ վարպետները, ըմշամարտի Հայաստանի հավաքականի անդամները։ Հաղթանակի համար թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը UFC-ից ստացել է $350,000 մրցանակային գումար, $50,000 բոնուս։ Ծառուկյանն իր ընկեր միջին քաշային կարգում UFC չեմպիոն Չեչեն Համզատ Չիմայևից նվեր է ստացել ձեռքի ժամացույց, որի գինը $150,000 է։ Կարող է թվալ, որ Ծառուկյանը օկտագոն մուտք գործելից լարված էր, ըստ մարզական մեկնաբանի նրա հայացքում լարվածություն չկար։ Երևի թե առաջին ռաունդի կեսից հասկացավ, որ պետք է շարունակել արդեն այլ ոճով։ Արմանը բազում ոճերի է տիրապետում, թե կանգնած դիրքում, թե պարտադրությունում, հիանալի մարդ է վարում, կապ չունի նա կլինի գրեպլեր, թե հարվածային մարտիկ, նա միևնույն է իրեն շատ լավ է զգում, բայց այստեղ կար մետաղադրամի հակառակ կողմը, քանի որ Հուքերը ավելի բարձրահասակ էր Արմանից 12 սանտիմետր ու դա խառամենամարտերում միանշանակ մեծ տարբերություն է ու վստահաբար կարող եմ ասել, որ եթե կանգնած շարունակեր Արմանը, միևնույն է մինչև վերջին ռաունդ բաց էր թողնելու հարվածներ։ Սարգսյանը նաև մարզչի գործոնն է առանձնացնում, ըստ նրա Ծառուկյանը հիմա ավելի խիստ ռեժիմով է մարզվում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա վերջերս մարզվում է նաև Համզատ Չիմայևի հետ, վստահաբար կարող եմ ասել քաշերի տարբերությունը շատ մեծ նշանակություն ունի պարապմունքների ժամանակ։ Եթե վերցնում ենք հենց Արմանի քաշը ու համեմատում ենք Չիմայևի քաշի հետ, այնտեղ տարբերությունը ահռելի է։ Իսկ հիմա Արմանին սպասվում է մարտ Իլյա Տոպուրյայի հետ։ Մեկնաբանի կարծիքով Տոպուրյային այլ մարզիկի հետ համեմատելը ճիշտ չի լինի։ Իլյա Տոպուրյան ֆանտաստիկ հարվածային մարզիկ է։ Տոպուրյային երբեք չի կարելի համեմատել թե Դեն Հուքերի, թե Օլիվեյրայի հետ։ Արմանը մինչև այս պահը խելահեղ ֆանտաստիկ հարվածային մարտիկի դեռևս չի հանդիպել, որ մենք ասենք, գիտեք ինչ կա, ահա այս մարզիկին կարելի է համեմատել Տոպուրյայի հետ ու կարելի է ինչ-որ համեմատականներ գտնել։ Արմանը ունի հիանալի պոտենցիալ, Արմանը այսօր շատ լավ հնարավորություն ունի չեմպիոնական գոտու համար մենամարտելու։ Դոհայի մարտից հետո մասնագիտացված ամսագրերում ու կայքերում գովասանքների հեղեղեր Ծառուկյանի հասցեին։ UFS.com-ը գրեց, որ Արմանը առաջին իսկ ռաունդում սառեցրեց Հուքերի եռանդը եւ տարավ իր կարիերայի լավագույն հաղթանակներից մեկը։ MMA Junkie-ն շեշտեց, որ UFC-ը այլ ելք չունի, քան Ծառուկյան Տոպուրյա մարտը կազմակերպելը։ Sports Illustrated-ը փաստեց Ծառուկյանը կոտրեց Հուքերի կամքը երկրորդ ռաունդում եւ ասաց՝ միակ առաջին հավակնորդը ես եմ։ Անի Հովանեսյան, Մկրտիչ Խաչատրյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ 99 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ 73-ից 74-ին Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է Երևանի Արարատը, որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր։ Մենք պետք է Երևան վերադառնանք միայն գավաթով։ Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում։ Գավաթին կարող է տիրել այն թիմը, որ մինչև վերջին պահը կպայքարի ամենացորդ նվիրումով։ Այս խոսքերով է Արարատի ֆուտբոլիստներին հանդերձարանից մարզադաշտ ճանապարհել Նիկիտա Սիմոնյանը։ Եվ իսկապես, այդ տարիների մեր ժողովրդին մեծագույն ուրախություն ու հպարտություն պարգևած հանդիպման վերջին վայրկյաններին մեր թիմը խփեց պատասխան գոլը ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Ընդհանրապես ինձ համար ֆուտբոլային լավագույն հիշողությունը դա 73 թվականի հոկտեմբերի 10-ի Մոսկվայում կայացած ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչներ, որում հանդիպեցին Կիևի Դինամոն եւ Արարատը, երկու թիմեր, որոնք գլխավորում էին մրցաշարային աղյուսակը եւ պայքարում էին չեմպիոնի կոչման համար։ Դա աննկարագրելի էր։ Լոժնիկի մարզադաշտը լեփլեցուն էր, Ուկրաինայից հսկայական երկրպագուներ էին եկել, Հայաստանից նույնպես ամբողջ խորհրդային միությունից, Սփյուռքից նույնպես եկել էին եւ դա առանձնահատուկ եզրափակիչ էր։
Մկրտիչ Պողոսի Սիմոնյանը ծնվել է գաղթականների ընտանիքում, Սուխումում։ Ֆուտբոլ խաղացել է Մոնկուց ընկերների հետ ձեռքով պատրաստած գնդակով։ Աբխազիան մարզումների եկած Կրիլիա Սովետովի մարզիչներն են նկատել նրան, երբ դպրոցական ֆուտբոլիստը ընկերական խաղում գոլեր է խփել բարձրագույն լիգայի թիմի դարպասը։ Ծնողների մի կերպ են խնդրել իրենց վստահել պատանի որդու ապագան։ Հայկական ամենախորը արմատները ունի։ Նրա ծնողները ներգաղթել էին, ինչքան գիտեմ, Թուրքիայից եւ Սուխումի էին հաստատվել, Սիմոնյանն էլ ծնվել է Սուխումիում, ասենքն ծնողները իսկական հայեր էին։ Մոսկվայում արդեն Սիմոնյանը վերածվում է ամբողջ խորհրդային միության ֆուտբոլային կուռքի։ Ամբողջ կյանքում մնալով համեստ, սրկանքներով կյանքի ուղին հարթած գաղթականների որդին։ Սպարտակում դառնալով թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Իսկ Սիմոնյանը, որ եկավ իր շատ մեծ հեղինակությամբ ու տաղանդով նպաստեց նրան, որ ավելի միակուր կոլեկտիվ դարձավ ու մեր թիմը հետևից էին ընկել, այդպես էլ չկարողացան կանգնեցնել եւ կարողացավ չեմպիոն դառնալ։ Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ։ Մոսկվայի Սպարտակի հետ հաղթել ԽՍՀՄ առաջնությունը 1962 եւ 1969 թվականներին։ Իսկ 1973-ին նրա գլխավորությամբ Երևանի Արարատը հաղթանակ է տարել ԽՍՀՄ առաջնությունում եւ Գավաթում։ Ինքը պատրաստի թիմ ընդունեց, որ արդեն արծաթե մեդալակի կամոդ է տղաների մեջ արդեն բան կար, բայց իր գալը, իր այդ մեծությունը, սպորտային կյանքը, մենք ամեն ինչը գիտենք։ Նա մինչև կյանքի վերջը ծառայել է ֆուտբոլին, մնալով ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը, մերժելով թոշակի գնալու խնդրանքները։ Պատմում են, որ վաղուց ընդունված ավանդույթի համաձայն, երբ նա մտնում է Ռուսաստանի հավաքականի հանդերձարան կամ ճաշարան, բոլորը կանգնում են, մինչև նա չի նստում։ Երբ հավաքականի հոլանդացի մարզիչ Գուս Հիդինգը խաղացողներին հրահանգել է այդպես չանել, նրան սպառնացել են հեռացնել թիմից։ Անի Հովանեսյան, Լևոն Ոսկանյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսօր այսքանը ամփոփենք եւ հետևեք մեզ սոցցանցերում, բաժանորդագրվեք, որ հետևեք մեր նյութերին, ամփորձանք գիշերը մաղթում բոլորիդ եւ առողջություն ցտեսություն։